Հայաստանում բեկումնային փոփոխությունների համար միայն Սերժ Սարգսյանի հեռանալը բավարար չէ, անհրաժեշտ է փոխել քաղաքական վերնախավի փիլիսոփայությունը։ Ամբողջ օլիգարխիան, երկրի ամբողջ քաղաքական վերնախավը գիտի հետևյալը. իշխանությունը տրվում է, որպեսզի ստանաս փող, փառք, հնարավորություններ։ Տարիներ շարունակ վարվող տնտեսական քաղաքականության արդյունքում ամեն ինչ արվել է նրա համար, որպեսզի որոշակի խավ, որը մոտ է կանգնած իշխանությանը, անընդհատ հարստանա։ Ազգային ժողովի առաջիկա ընտրություններն ավելի կխորացնեն ստեղծված իրավիճակը։ Այդ բոլոր անցումները խոսում են մի բանի մասին. ինչքան անկայուն է, ինչքան բսկտված է վիճակը Հայաստանում, ինչքան բսկտված է իշխանությունը, քաղաքական ընտրանին եւ այլ եւ այլ։ Ամեն վարքյան կարող է փլուզումները տեղի ունենան, ճիշտն ասած ոչ միայն Հայաստանում է այդպես։ Բոլոր աշխարհի բոլոր երկրներում բավականին այսպես լուրջ ցնցումնային իրավիճակներ է։ Սպասելիքներ, որ ընտրությունները կարող են հնարավորություն տալ զարգացումներ կամ ներդրումների առումով կամ աշխատանքի նոր արտադրողականության բարձրացում, այսպիսի տերմին օգտագործեմ, կամ մարդկանց ակտիվության բարձրացում, տրամադրությունների բարձրացում, ոչ մեր նման երկրներում ցանկացած ընտրություն դա ուղղակի ստեղծված իրավիճակ ավելի բարդացնում։ Ընտրություններին Հայ ազգային կոնգրեսը չի բացառում այլ ուժերի հետ համագործակցությունը, բայց առայժմ քննարկումներ են։ Երբ որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների արդյունքներով գնահատում են քաղաքական ուժին, սա իրականությանը չի համապատասխան։ Նույնը ես վերաբերում եմ նաև ցավոք սրտի սոցիոլոգիական հարցումներին։ Այդ առումով այս 12 թվականի հնարավորությունները իհարկե ճիշտ եք ասում, ես չեմ ասում, որ մենք ունենք այն հեղինակությունը, ինչ որ 12 թվականին, ես կիսում եմ ձեր մտահոգությունը, բայց ոչ պայմանավորված անհատներով։ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչն ընդգծում է կապիտալը ներհոսում է այնտեղ, որտեղ կա խաղաղություն եւ կայունություն։ Դա է պատճառը, որ իրենց կարգախոսը չի փոխվում եւ նույնն է մնալու առաջիկա ազգային ժողովի ընտրություններում, ինչպես իր վերջին ելույթում նշել է Լևոն Տեր-Պետրոսյանը։